շապատ, ոստան ես դում էր դրպրության, դապցի կոչնավ, նոր պայքարի ողջայության։ Կանցնորել ատելության ու տխրության, եկել է շամը կողաչի շուշկիության։ Սեն վաղաշապատ սուրին էջմիացի իմ այր Հայաստան։ Հարգելի հայրենակիցներ, ողջունում ենք բոլորիդ Մայր Հայաստանի քարոզարշավի ամփոփիչ հավաքի շրջանակներում։ Քարոզարշավի ընթացքում մենք եղանք 18 գյուղերում։ Հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի դառացիորեն բոլոր անկյուններում, բոլոր թաղամասերում։ Շփվեցինք մարդկանց հետ, արձանագրեցինք բազում խնդիրներ, արժանացանք ջերմընդունելության, բայց ամենակարևորը ամեն մայրամուտի ականատես եղանք մի տեսարանի, որը հատուկ է միայն վաղարշապատին, եւ բիբլիական Արարատի հայացքի ներքո մայրամուտը շառագունում էր դարնջագույնով, տեսնում էինք վայրեջք կատարող եւ հային Հայաստան բերող ինքնաթիռները, սավառնող արագիլներ, երեկոյան հանդից տուն վերադարձող հայ մարդ եւ իհարկե մայր տաճարի խաչը։ Այդ ամենը հատուկ է միայն վաղարշապատին եւ ուզում ենք ասել վաղարշապատի եւ Խոյի բոլոր համայնքների բնակիչներին շնորհակալություն։ Եկեք ողջունենք վաղարշապատիներին։ Ինչպես ասեցի, մենք շրջել ենք բոլոր գյուղերում, վաղարշապատի բոլոր թաղամասերում եւ այն պատկերը, որ արձանագրել եք, երիցս մեզ տվեց համոզմունք, որ մեր հուղին արդար է, մեր խոսքը տեղ է հասնում, մեր խոսքը պահանջված է եւ վաղարշապատցին մեծ պահանջ ունի փոփոխությունների։ Շատ դեպքերում մարդիկ հենց իրենք էին շատ ավելի պայծառ կերպով նկարագրում այն ամենը, ինչ որ կատարվում է եւ այն ակնկալիքները, որ իրենք ունեն։ Եվ արձանագրվեց բան, որ քաղաքացիական պայմանագիրը եւ դրա կցորդը վերստին մերժված են եւ մերժելու են վաղարշապատցու կողմից։ Շատ հակիչ բնորոշում են տամ եւ խոսքը փոխանցեմ բանախոսին, այս իշխանությունները եւ իրենց սատելիտը արդեն բացահայտ գործում են պրոթուրքական դաշտում, իրենց այսպես կոչված կցորդի առաջնորդը ասում է Թուրքիայի սահմանը, որ բացենք ատամնաբուժական լավ ծառայություններ կմատուցենք իրենց,
Դրան արձագանք Փաշինյան Նիկոլա Ատամնաբուժին տանում հոգևորականի շնորհահարցնելու, փաստորեն այն հովանավանքի, պատարակի կեղծ Ատամնաբուժը լինելու է, այն Ատամնաբուժը ըստ իրենց, որի թերթը պիտի թուրքերին մատուցի ստամատոլոգիական ծառայություններ։ Հիմա մեր քարոզարշավի ընթացքի եւ մանրամասների վերաբերյալ խոսք ունի ասելու Մայր Հայաստանի նախընտրական շտաբի ղեկավար Գևորգ Ստեփանյանը։ Սիրելի վաղաշապացիներ, նախ Մայր Հայաստան կուսակցության անունից խորին շնորհակալություն եմ հայտնում ձեզ, ձեր ջեր վերաբերմունքի համար, ընդունելության համար։ Քարոզարշավը Մայր Հայաստանի համար անցել է շատ լավ, դրական։ Կլինեմ հակիրճ եւ մի բան կխնդրեմ, որպես Մայր Հայաստան Երևան խմբակցության ավականու անդամ, մեր կռիվը Երևանում շարունակվում է եւ մեր խնդիրն է, որ ոչ մի բaragայում թույլ չտանք վաղաշաբաթում Էջմիածնում այս քաղաքացիական պայմանագիրը, այս թալանչիների փոքրիկ խմբակը իրենց Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ եւ Հանրապետություն կուսակցությանը ոչ մի բaragայում թույլ չտանք իշխանություն ձևավորել։ Սրանք նույն խմբակն են, սրանք թալանչիների, թալանողների, ստի եւ կեղծիքի կայսրների մի փոքրիկ խմբակ է։ Սրանք երևանցիների խաբեցին, կորզեցին ձեները եւ 9% ձայն հավաքելու արդյունքում Երևանում սկսեցին կառավարել խայտարակ ձև, թալանեցին Երևանը, թանկացումներ բերեցին եւ այս ամեն ինչը սրանք շարունակելու են, իրենց բաղձանի նպատակն է խաբեն վաղաշապացիներին, կորզեն վաղաշապացիների քվեն, կոալիցիա կազմեն եւ նույն թալանը տեղափոխեն այստեղ։ Հիմա Մայր Հայաստանը մասնակցում է ու Մայր Հայաստանը խնդրում է ձեր աջակցությունը։ Վաղը չէ միս օրը շատ հստակ ուղիղ որոշեք, գնացեք ընտրատեղամասեր, մասնակցեք եւ ձեր ձայնը տվեք Մայր Հայաստան կուսակցությանը։ Ոչ մի բaragայում Հանրապետություն, ՔՊ այդ փոքրիկ խմբակներին ձայն չտար, որ հետո մի քանի ամիս հետո, ինչպես երևանցիներն են իրենց գլխին տալիս, այս ամեն խայտարակ կառավարումն ու թանկացումները ձեր գլխին։ Մեր խորի շնորհակալությունը եւս մեկ անգամ եւ խնդրում ենք ձեզ աջակցեք մեզ, քվեն տվեք Մայր Հայաստանին եւ որ իշխանազրկվեն ՔՊ-ն եւ Հանրապետությունը փոքրիկ կոալիցիոն խմբակները։ Շնորհակալություն։ Մայր Հայաստան! Համարձակ! Միացի! Ձեր վաղաշապացիներ։ Այս իշխանությունները վաղուց բացել են բռնաճնշումների այդ Պանդորայի արկղը եւ առանց վարդնելու ինչ-որ պատվերներ են անում, իրենց կցորդները գնում են ասում են, լեսա մենք կգնանք մի բան կգրենք, դուք եկեք հետևից։ Հարձակվում են եկեղեցու վրա, կալանավորում են սրբազանների, բռնաճնշումներ են իրականացնում, սպառնում են քաղաքական ռեպրեսիաներով եւ կուսակցությունների գործունեություն կասեցնելով։ Դրա համար մենք բոլորին կոչ ենք անում անպայման գնալ տեղամաս, կերպարներ սեփական քվեին եւ համայնքի ճակատագիրը տնօրինելու սեփական առաքելությանը։ Եվ ամենակարևորը շփիտան պարզ շատ լավ իմացեք, այս թիմը որ կանգնած է այստեղ, պատահական մարդիկ չեն, բոլորը ամուր հողնաշար ունեցող, ճանապարհ անցած, կառավարման փորձ ունեցող, նաեւ հայրենիքի կանչող թուրքի առաջ կանգնած մարդիկ են։ Դրա համար մենք շատ հպարտ ենք եւ բոլորին կոչ եմ անում ողջունել Մայր Հայաստանի ցուցակի 33 թեկնածուներին։ Եվ որպես այդ բռնաճնշումների համարանքով եւ ցուցակով վերաբերվող վաղ ընդգրկված անհատ այժմ խոսքը տալիս եմ Ծաղկուն համայնքի բազմամյա ղեկավար Դավիթ Կարապետյանը։ Ողջունում եմ ձեզ, սիրելի վաղաշապացիներ, բոլորիդ կոչ եմ անում ակտիվ մասնակցել այս ընտրություններին։ Այս ղեկավարությունը փորձում է շինչ գործեր կարել մեր վրա, մենք չենք վախենում այդ գործ կարելուց, որովհետև մենք մեր գործով ապացուցել ենք, մենք 24 ժամյա ռեժիմով աշխատել ենք, մեր ժողովրդի կողքը կանգնել ենք
Մենք ժողովրդի կողքն ենք եղել, կողքը լինելու ենք, մենք մեր գործով ապացուցելու ենք, ակտիվ մասնակցեք այս ընտրություններին, ձեր ձայնը տվեք Մայր Հայաստանին։ Մայր Հայաստան, Համար 4 Համար 4 Մայր Հայաստան։ Շնորհակալություն բոլորիդ։ Ձեր վարաշապատցիներ, մենք այնքան մոտիվացված, այնքան էներգետիկայով լցված ենք այս քարոզարշավից հետո, մի բան է քարոզարշավից առաջ գնահատականը մի այլ բան է տեսնել մարդկանց հետ շփման արդյունքում այն հանրային տրամադրությունները որ կան եւ արձանագրեցիք ուրախությամբ, որ որքան փորձում է սպառնալիքների ու ճնշումների մթնոլորտ բանացնել իշխանությունը, այնքան վարաշապատցին ավելի սկզբունքային է դառնում։ Եվ այդ ճանապարհին Մայր Հայաստանի նվազագույն խնդիրն է իշխանազրկել ՀՊ-ին վաղաշապատում, առավելագույն խնդիրն է ստանձնել կառավարման պատասխանատվություն։ Այո! Եվ այդ ճանապարհին ոչ մի այսպես իշխանական խոչընդոտ, մտածածի, հնարովի ինչ-որ ռեպրեսիվ գործիքական մեզ չի կասեցնել ու չի կասեցնելու, որովհետև իշխանավորները խայտառակ են եղել իրենց նախկին դրածոյի վարքագծից կառավարումից։ Բայց պարզվում է հիմա էլ նախկինին իբրև թե մեկուսացրել են, որ հիմա էլ ասենք Ալգիշտի Մեխակյանի մերձավորները դառնան գազալցակայանի թե շինարարություններ անեն։ Այդ է եղել ՀՊ-ի ներկայացուցիչի արածը այս անցնող 7-8 տարվա ընթացքում։ Իսկ Ալգիշտի Մեխակյանը մենք բազմիցս տվել ենք գնահատական, ով սեփական հոր անունը մսխել է, ուրացել է եւ այստեղ փորձում է իբրև թե սպիտակ ձեռնոցներով հանդես գալ։ Տիկտակ եւ պարոնակ ինքնս Ալգիշտի Մեխակյանը դուք գործում եք միջին վիճակագրական շարքային պատեհապաշտի հետ։ Ցանկացած պահի կարող եք հետաքրքրվել եւ այդ հարցը տալ։ Ինչի համար իրեն նախկին իշխանությունները հեռացրել աշխատանքից։ Հա, Ալգիշտի, ինչի դե կադաստրի պետք է օգնական էին։ Այդ ինչի հանեցին քեզ, այդպես վատ աշխատող էին, հա։ Այդպես աշխատանքից քեզ հեռացրեցին, կսկիցը սրտումը դառավ ՀՊ-ական հանդարտելի։ Հասկանալի է, որ մենք գործում ենք, չգիտեմ, բոլոր ժամանակների իշխանություններին համարժեք գլխարկը փոխի, այնքան որ անպայման ինքը ամեն օր սպիտակ վերնաշապիկ կապի եւ ծառայողական մեքենայից օգտվի։ Միջին վիճակագրական ՀՊ-ական պատեհապաշտ, որը վստահ եմ վարաշապատցիները որևիցե վստահության քվե չեն տալու։ Իսկ վստահության քվե ասելով նկատի ունենք ամեն օր մարդու հետ շփվող, ստեղծած, արարած, ճանապարհացած մարդու եւ այդ առումով ամենայն պատասխանատվությամբ եւ ամենայն հպարտությամբ, ամենայն ուրախությամբ ձայն ուզում եմ փոխանցել մեր ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանին։ Արգելի վարաշապատցիներ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այսպիսի ջերմ ընդունելության համար, որը որ մեզ ավելի հզորացնում է եւ պարտավորեցնում։ Մենք այս իշխանությունների դեմ տարել ենք քաղաքական պայքար, շփվել ենք բնակիչների հետ, իսկ նրանք մեզ հակադարձել են մեր վրա գործ կարելով, չգիտեմ գործեր սարքելով։ Մեր խնդիրը քաղաքացիական պայմանագրին իշխանազրկելն է եւ վաղաշապատում նոր իշխանությունը տանձնելը։ Մենք կադրային ջարդ չենք անելու, մաքրելու ենք միայն վերևի օղակները, ովքեր որ մեր հետ կիսում են մեր ծրագրերը, մեր կարծիքները, նրանք շարունակելու են իրենց աշխատանքները։ Վաղաշաբաթը լինելու է հանրապետության տուրիստական կենտրոններից մեկը, մենք դա կարողանալու ենք անել։ Զվարթնոց թաղամասում, այսպես ասված, սատանի անիվ կարուսելը եւ հարակից տարածքը վերանորոգելու ենք եւ մանկապարտեզները լինելու են անվճար։ Մենք լինելու ենք գյուղացու կողքին, որպեսզի գյուղացին ամենամինիմալ պայմանով կարողանա իր ջերմոցը օրինականացնել։ Այս իշխանությունների դեմքը շուրջ 7 տարի է վաղաշապատին տեսնում է։ Վաղաշապատին նոր դեմքեր են հարկավոր։ Դրա համար մենք ձեզ բոլորիդ կոչ ենք անում, անպայման մասնակցեք ընտրություններին
միացեք մեր պայքարին։ Հայ Հայաստան, Համար 4, Միացիր, Որփոխեք, միացիր։ Որփոխեք։ Շնորհակալություն պարոն Հարությունյան։ Մենք շրջելով բոլոր գյուղերում, Վաղարշապատի թաղամասերում ականատես եղանք մի շատ այսպես գրավի, ճուշագրավ դրվագի մեր թեկնածուներին, այնքան մարդ ինչնա մեր թեկնածուներին է ճանաչում, մոտենում, ողջագուրվում, այդ առումով կտրարշավի մասնակիցների մեջ երևի թե մենք ամենանախանձելի վիճակում ենք գտնվել, այս մարդիկ սիրված են, այս մարդիկ հարգված են, այս մարդկանց թթու խոսք ասող չկա, այս մարդիկ ունեն անցած ճանապարհ եւ նաեւ այդ համոզմունքից գտնելով է, որ Ադամիկ Թևանյանը ողջ քարոզարշավի ընթացքում ստանձնելով նաեւ անհատական քաղաքական պատասխանատվություն ողջ թիմի հետ շրջեց քարոզարշավի տիրույթում։ Ինչը չես ասի այսօրվա իշխանավորների մասին, այսօրվա խունտայի պարագլուխ Հաշինյան Նիկոլի մասին, ով ընդհանրապես զբաղված է ինչ-որ սրտիկներ ցույց տալով, ես ինչ անելով, մարդ, ով տարբեր թիմ ընտրությունների ժամանակ նախկինում շրջագայում էր մարդկանց նույն տեքստերն էր մատուցում, բայց այժմ կարծես թե մարաղ է մտել եւ երես շունի ուղղակի հարության աչքին երևալու իր թեկնածուն էլ այդտեղ է կարծես թե դիստանցավորվել, պլակատը կպցնում է խփել sense փուճուր անկյունում sense սպից մի բան էլի, ինքը sense անհատին է գտնվում էլի, քաղաքական բան չկա դրա հետևում։ Այդ առումով մեր քարոզարշավը շատ բովանդակային էր, շատ համակողմանի էր, եւ Վաղարշապատի ընտրություններին մասնակցեց թե Երևանի ավականում Հայ Հայաստան խմբակցությունը, թե Գյումրու խմբակցությունը, իսկ Ադամիկ Թևանյանը, ինչպես նշեցի, առաջնորդում էր քարոզարշավը եւ անձամբ սատարեր իր թիմակիցների, իր ներկայացրած ցուցակի տեխնացուների համար։ Եվ այդ առումով այժմ խոսքը փոխանցում եմ Հայ Հայաստանի առաջնորդ Ադամիկ Թևանյանին։ Ողջույն, անգելի հայրենակիցներ, ողջույն Վաղարշապատ։ Մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատի ավականու արտահերթ ընտրությանը։ Դա սովորական ընտրություն չի լինելու։ Դա լինելու է արժեհամակարգային, բարոյական, քաղաքական, կառավարչական տեսլականների ընտրություն։ Մի կողմում ուրացողների դաշինքն է իդեմս քաղաքացիական պայմանագրի եւ հանրապետության։ Մեկը հորանցած ճանապարհն է ուրացել, Արցախն է ուրացել, հայոց ցեղասպանությունն է ուրացել, Արարատն է ուրացել, սեփական հայրենիքն է ուրացել, իսկ մյուսը սեփական եղբոր անցած ճանապարհն է ուրացել, եւ էլի Արցախը եւ մեր սարժեքներն է ուրացել։ Ուրացողների դաշինքին մենք հակադրում ենք ազգային քաղաքականը։ Նիկոլ Փաշինյանը 7 տարվա ընթացքում պատերազմ, պարտություն, ավեր, մահեր եւ թլուզումներ է բերել։ Նա կրկնում է բոլոր այն ձախողակ, դավաճան եւ հակազգային գործիչների ճանապարհը, որոնք իրենց երկրներին փլուզումներ են բերել։ Ուկրաինայում Զելենսկին, Վրաստանում Սաակաշվիլին, ժամանակին նաև Ադրբեջանում Էլչիբեյը արեցին ու անում են այն, ինչ արել է եւ պատրաստվում է անել
Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար վաղաշաբաթցիները պետք է իմանան, որ վաղաշաբաթը նոյեմբերի 16-ին դառնալու է Հայաստանի Հանրապետության ողջ հայության քաղաքական մայրաքաղաքը, որովհետև այս ընտրությունները կարևոր ճակատագրական նշանակություն են ունենալու։ Վաղաշաբաթցիներն ունեն ընտրական իրավունք եւ փաստորեն քվեարկելու են նաեւ երևանցիների համար, գյումրեցիների համար, վանաձորցիների համար, մեր մյուս քաղաքների ու մարզերի համար ու նրանց փոխարեն։ Վաղաշաբաթցու պատասխանատվությունը ըստ այդմ շատ մեծ է։ Դուք կատարելու եք ոչ միայն համայնքի կառավարման, այլև արժեքային ընտրություն։ Մենք պետք է միասնաբար պաշտպանենք հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Մենք պետք է պաշտպանենք մեր սրբազաններին։ Երեք գիտեք, Միքայել Սրբազանը կոչ էր եղել վաղաշաբաթցիներին եւ ասել էր, որ անպայման մասնակցեն եւ իրենց քվեն տան։ Մենք բոլորս նաեւ մեր քրիստոնեական պարտքը ունենք տալու բանտերում տանջվող մեր հայրենակիցներին եւ եկեք հիմա միասնաբար ծափահարենք բանտերում Հայաստանի համար տարապողներին, մեր սրբազաններին, մեր քաղաքականներին։ Մենք հայ առաքելական Սուրբ եկեղեցին պաշտպանելու ենք Հաշազատեի հրահանգով մեր եկեղեցու դեմ հարձակված Նիկոլ Փաշինյանից։ Մենք պաշտպանելու ենք կոռուպցիայի ու թալանի զոհ դարձած մեր վաղաշաբաթը քաղաքացիական պայմանագրից ու հանրապետությունից։ Հանրապետությունը ճակերտների մեջ, դրանք այդքան չկան։ Մենք պաշտպանելու ենք մեր երեխաների ապագան, որպեսզի նոր պատերազմ չլինի, նոր ավերածություններ չլինեն, նոր պարտություններ չլինեն։ Մենք բոլորս տեսել ենք, թե ինչ տեղի ունեցավ Արցախի հետ։ Դրա թիվ մեկ պատասխանատու մեղավորը Նիկոլ Փաշինյանն է ու իր գլխավորած խմբակը։ Այսօր Ալիևը հոխորտում է, որովհետև մենք կորցրել ենք Արցախը։ Ոմանք չգիտակցեցին Արցախի գինը, Արցախի նշանակությունը։ Ու այսօր մենք կանգնած ենք արդեն Հայաստանի Հանրապետության լինել չլինելու հարցի առաջ։ Ու որպեսզի Ալիևի ախորժակը չբացվի, Սևանին այլ անվանում չտա, Երևանում այլ անվանում չտա, Վաղաշաբաթին այլ անվանում չտա, մենք պետք է մեր ձեռքը վերցնենք մեր երկիրը կառավարելու, մեր երկիրը զարգացնելու, մեր երկրի համար իրական խաղաղություն ու անվտանգություն ապահովելու պատասխանատվությունը եւ մերժենք օրվա իշխանությանը բոլոր հարթակներում։ Կիրակի օրը յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա, որ եթե ինքը չի գնում ընտրատեղամաս, ուրեմն թիկունքից հարվածում է խրամատում կանգնած զինվորին։ Յուրաքանչյուր վաղաշաբաթցի պետք է իմանա, որ եթե ինքը ձայնը տալիս է քաղաքացիական պայմանագրին կամ նրա կցորդներին, ուրեմն թիկունքից հարվածում է մեր զինվորին, Երևանին, Էջմիածնին եւ մեր պետությանը։ Յուրաքանչյուր վաղաշաբաթցի պետք է իմանա, որ ձայնը տալով ազգային ուժերին եւ մասնավորապես Մայր Հայաստանին ինքը ձեռքն է վերցնում քաղաքը, համայնքը, երկիրը կառավարելու պատասխանատվությունը։ Հայ Հայաստան! Համարձակ! Հայ Հայաստան!
համար շատ կարևոր է, որպեսզի փոփոխությունների մասնակից դառնան ամբողջ Վաղարշապատի բնակչությունը, գյուղական թե քաղաքային համայնքը ներկայացնող։ Մենք ձեզ կոչ ենք անում ձեր ձեռքը վերցնել ճակատագիր կառուցելու իրավունքն ու պատասխանատվությունը եւ համոզված ենք, որ այդ դեպքում բոլորս կունենանք երջանիկ, անվտանգ ու խաղաղ ապագա։ Մայր Հայաստան, Համար 4, համար 4, Մայր Հայաստան, միացի, ողջունենք, միացի, ողջունենք, միացի։ ողջունենք։ Արգելներս մենք հիմա երթով արդեն շարժում ենք դեպի Մայր տաճար։ Այս ընթացքում մենք արձանագրել ենք, որ Վաղարշապատին նվիրված մեր երգը շատ դուր է եկել մեր քաղաքացիներին, վաղարշապատցիներին, նաև Վաղարշապատից դուրս բնակվողներին։ Մենք միասնաբար այդ երգենչուների ներքո շարժվենք դեպի Մայր տաճար, կպատրաստվենք արդեն Կիրակի օրվան։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եւ բոլորիս հաջողություն եմ մաղթում մեր բռնած գործում։ Մայր Հայաստան, Համար 4, համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստանի կուսակցություն հրաթերթի համար 4 միացիր որ փոխենք։ Սերին Վաղարշապատ սուրին էջ միացի իմ այ Հայաստան Վաղարշապատ ոստան ես դու մեր դպրության դարձիր կոչնար նոր պայքարի ողջ հայության Եթի պասի Սերին Վաղարշապատ սուրին էջ միացին իմ այ Հայաստան Կանցանորել ատեմության դրության Եթերեսան կողակի շուշնիության Ուրա դավոն եկեք Սերին Վաղարշապատ սուրին էջ միացին իմ այ Հայաստան Չարին վատին, սրտին ու անհավատին ու անհավատին Մայր տաճարին, լույսը հրմին Ես պահպանի այս ողոքին Սերին Վաղարշապատ սուրին էջ միացին իմ այ Հայաստան Սերին Վաղարշապատ սուրին էջ միացին իմ այ Հայաստան Համար 4, Մայր Հայաստան, Մայր Հայաստան, Մայր Հայաստան Համար 4, Մայր Հայաստան, միացիր միացիր, Մայր Հայաստանի կուսակցություն հրաթերթի համար 4 միացիր որ փոխենք Սերին Վաղարշապատ սուրին էջ միացին իմ այ Հայաստան Վաղարշապատ ոստան ես դու մեր դպրության դարձիր կոչնար նոր պայքարի ողջ հայության Եթի պասի Սերին Վաղարշապատ սուրին էջ միացին
Համաձայն Եկեք ողջունենք դեսպանատեսկաններից ու պատանից հետևող քաղաքացիներին, նոյեմբերի 16-ին անպայման մասնակցեք ընտրությանը և ձեր քներով դուրս շպրտեք վաղաշաբաթի վրայից քաղաքացիական պայմանագրի կուսակցությանը և ձևավորեք նոր իշխանություն, Մայր Հայաստան, Համար 4, Միացիր, միացիր, հարգելի վաղաշաբաթցիներ, որպեսզի պաշտպանենք հայ առաքելական սուրբ եկեղեցին, որպեսզի պաշտպանենք մեր վաղաշաբաթը թալանչի և ապիկար կառավարիչներից, մենք պետք է մեր ձեռքը վերցնենք համայնքի կառավարումը և ձևավորենք նոր իշխանություն։ Քվեարկությանը մասնակցելը տվյալ դեպքում ոչ թե իրավունք, այլ պարտականություն է դառնում։ Մենք ձեզ բոլորիդ կոչ ենք անում, մի զլացեք, մի ընկրկեք, մի վախեցեք սրանց հարձակումներից, իրենք են ձեզանից վախենում և ուզում են այնպես անել, որ դուք չմասնակցեք ընտրությանը և իրենք իրենց պատկերացրած տարբերակներով վերարտադրվեն իրենց աթոռներին։ Եվ ուրեմն պետք է անպայման մասնակցել ընտրությանը և ձևավորել նոր իշխանություն, որպեսզի և համայնքում և հետագայում ամբողջ Հայաստանում իշխի ազգային ուժը, իշխի խաղաղության և անվտանգության ուժը։ Մայր Հայաստան, Համար 4, միացիր, միացիր, Ժորժ եկեք ևս մեկ անգամ ողջունենք մեր քաղաքացիներին, Ժորժ անպայման մասնակցեք ընտրությանը, ձեր ձեռքը վերցրեք, իշխանությունը ձևավորելու ձեր իրավունքը, ձեզանից ոչ ոք չի կարող խլել ձեր քվեն, եթե դուք մասնակցեք ընտրությանը։ Ընտրությանը չմասնակցելը հավասարազոր է ՔՊ-ին քվեարկելուն։ Իսկ դա խաղաղ կլինի բոլորիս համար։ Եվ ուրեմն նոյեմբերի 16-ին անպայման այցելում ենք ընտրատեղամասեր և քվեարկում ենք ՔՊ-ի դեմ և ազգային ուժերի, մասնավորապես Մայր Հայաստանի օգտին։ Մայր Հայաստան, Համար 4, միացիր, միացիր։ Քվեաթերթի Համար 4, միացիր, որ փոխենք։ Սերին վաղաշաբաթ սուրբին վեճ միացիր, Մայր Հայաստան, վաղաշաբաթ, ոստան ես դրում է դեպրության, տացի խոչնավ, նոր պայքարի ողջայնության,
Սիրելի վարաշապատիներ, ձեզ վերջումն է Հայաստան կուսակցությունը, ձեզ կոչ ենք անում ակտիվ մասնակցեք նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին, ծանոթացեք մեր ծրագրերին և ձայնը տվեք համար 4։ Մայր Հայաստան, Համար 4, համար 4, Մայր Հայաստան, Միացի, որ փոխենք, միացի, որ փոխենք։ Հարգելի վարաշապատիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, քննադեպիկ համար 4, նոյեմբերի 16-ին շատ կարևոր քաղաքական իրադարձություն է տեղի ունենալու։ Ընտրությունները կարևոր է լինելու ոչ միայն Ռեշմիածնի վարաշապատի, այլև Հայաստանի համար։ Սա կարելի ասել նախերգանք է համապետական գործընթացներից առաջ։ Իշխանափոխությունը վարաշապատում դրական նախադրյալներ կարող է ստեղծել ամբողջական իշխանափոխության համար։ Սրանց հեռացնելը ոչ միայն համայնքում դրական փոփոխություններ բերելու հնարավորություն է, այլ նաև հնարավորություն ամբողջ Հայաստանի համար։ Խաղաղություն և անվտանգություն, համայնքի զարգացում ապահովելու համար ԿՊ-ն պետք է վռնդվի ոչ միայն վարաշապատից, այլ նաև Հայաստանից, Հայաստանի քաղաքական դաշտից։ Իշխանափոխություն վարաշապատում, իշխանափոխություն Հայաստանում։ Մայր Հայաստան, համար 4, միացիր, միացիր։ Մայր Հայաստան կուսակցություն։ Սիրելի վարաշապատցիներ, մենք Մայր Հայաստանն ենք։ Մեր անունն անգամ խոսում է մասին, որ մենք միտված ենք դեպի Մայրաթոռը, դեպի Մայր հայրենիքը։ Եվ բոլորիդ կոչ ենք անում ստացնել պատասխանատվություն այս սուրբ հողի նկատմամբ, ստացնել պատասխանատվություն Հայաստանի ապագայի նկատմամբ, ստացնել պատասխանատվություն ձեր երեխաների բարօրության և անվտանգ, խաղաղ, հզոր, զարգացող, պաշտպանված ինքնիշխան Հայաստանի համար։ Մենք ունենք հրաշալի թեկնածուներ, մենք ունենք 33 հոգուց բաղկացած ավականով թեկնածուների ցուցակ, մենք ունենք քաղաքական ասելիք, մենք ատելից ներկայացված ենք թե Երևանում, թե Գյումրիում և ձեր քվեով ստանձնելով պատասխանատվություն, մեր խոսքը կասենք նաև վարաշապատում։ Սիրելի հայրենակիցներ, մեր փոխարեն մեր խնդիրները ոչ ոք չի լուծելու։ Մենք պիտի տեր կանգնենք, մենք պիտի Հայաստանը դարձնենք ապահով ու անվտանգ, համայնքը զարգացած, որ երեխան գնա անվճար մանկապարտեզ, որ ջերմոցները չհարստահարվեն, որ քաղաքացին
իրեն չզգացտուգանքի և թալանի մատերիալ, որ իշխող կուսակցությունը քարոզարշավը չվերացի Օսկարի մրցանակաբաշխության, շոուներ չսարքեն, վարչական ռեսուրս չկիրառեն, մարդկանց չվախացնեն, բանտերը չլցնեն, Թուրքի առաջ ծնկի չգան, հոգևորականների չհետապնդեն, չտեսահասկելով մարդկանց անձնական կյանք չմտնեն, այս կարգի եղկելի ու սպոր զզվելի արարքներ չանեն և մեր սուրբ հողը չպղծեն իրենց թուրքահաճող և ադրբեջանամետ պահվածքով։ Մայր Հայաստան! Համաչոս! Համաչոս! Մայր Հայաստան! Միացի! Որ փոխենք! Միացի! Որ փոխենք! Միացի! Որ փոխենք! Հարգելի հայրենակիցներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, մենք քվեաթերթիկ համար 4-ն ենք և ձեզ կոչ ենք անում մերժել ուրացողների, սրբապիղծների, կեղծ մատնագրեր ներկայացնողների, չարաշահումներ իրականացնողների դաշինքին և քվեարկել համար 4-ի Մայր Հայաստանի օգտին։ Մայր Հայաստան, Համաչոս! համար 4, Մայր Հայաստան! միացիր, Որ փոխենք! միացիր, Որ փոխենք! հարգելի հայրենակիցներ, շատ կարևոր է ձեր մասնակցությունը ընտրությանը։ Մենք ձեզ կոչ ենք անում ոչ թե բողոքել խոհանոցներում, բակերում, այլ գնալ ընտրատեղամաս և ձեր ընտրությամբ վաղար շաբաթի վրայից քերել, պոկել և բեն նետել քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակին և ձեր ձայնը տալ Մայր Հայաստանին։ Մայր Հայաստան! Համար 4! Մայր Հայաստան! Միացիր! Որ փոխենք! Միացիր! Որ փոխենք! Մենք այս պահին մոտենում ենք Մայր տաճարին և դա շատ խորհրդանշական նշանակություն ունի։ Սրանք թուրք-ադրբեջանական ծրագրի շրջանակներում ու Փաշազադեի հրահանգով հարձակվել են հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա։ Մենք պետք է պաշտպանենք մեր եկեղեցին, մեր ինքնությունը, մեր պետությունը, մեր համայնքը։ Եվ ուրեմն նոյեմբերի 16 Մայր Հայաստան, Համաչոս! համար 4, Մայր Հայաստան! միացիր, Որ փոխենք! միացիր, Որ փոխենք! մեր պայքարը հանուն հայկականության, հանուն մեր ինքնության է, մեր պայքարը հանուն համայնքի է ու հանուն պետականության։ Մենք նախքանց ընտրությունները ստորագրահարակ ենք անցկացրել և բացահայտել ենք ևս մեկ անգամ վաղուց բացահայտվածը։ Հայ ժողովուրդը իր ճնշող մեծամասնությամբ սատարում է հայ առաքելական Սուրբ եկեղեցուն և մերժում է թրքահաճող վարքագիծ դրսևորած այս իշխանություններին։ Մեզ համար եկեղեցին ազգային ինքնության կարևոր ինստիտուտ է և մենք պաշտպանելու ենք մեր ինքնությունը մեր բոլոր քաղաքական գործիքակազմերով։ Այս ընտրությունը այդ պաշտպանությունն իրականացնելու հնարավորություններից մեկն է։ Դրա համար մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը և ձեր քվեով սատար կանգնել նաև մեր եկեղեցուն, մեր սրբազաններին, մեր ինքնությանը։ Մայր Հայաստան! Համաչոս! Համար 4! Մայր Հայաստան! Միացիր! Որ փոխենք! Միացիր! Որ փոխենք! Հարգելի հայրենակիցներ, սա ճակատագրական, նաև վճռորոշ նշանակություն ունեցող ընտրություն է, որովհետև ամբողջ Հայաստանը գիտի, թե ինչ է կատարվում այս իշխանությունների օրոք և ինչ ծրագրեր են նրանք ուզում իրականացնել։ Պաշտպանելով մեր համայնքը, իրականացնելով իշխանափոխություն, մենք խաղաղ
անցնցում համապետական նշանակության իշխանափոխություն իրականացնելու հնարավորություն ենք ստանում։ Սրանց պետք են մեծ ցնցումներ, իսկ մեզ պետք է հզոր Հայաստան։ Սրանք հզոր ցնցումների կողմնակից են, որովհետև միայն քաոսի, ցնցումների, ավերի ու պատերազմի մեջ են տեսնում իրենց կաշվի փրկության հնարավորությունը։ Մենք Հայաստանի հզորացման մեջ ենք տեսնում մեր երկիրը խաղաղ ու անվտանգ պահելու հնարավորությունը։ Այնպես որ տարբերություններն ակնհայտ են։ Դրա համար մենք ձեզ կոչ ենք անում գնալ ընտրատեղամաս, քվեարկել ազգային ուժերի օգտին, ձեր ձեռքը վերցնել իշխանություն ձևավորելու իրավունքը եւ ստեղծել զարգացման հնարավորություն, բացել նոր էջ Վաղարշապատի ու Հայաստանի համար։ Մայր Հայաստան, համար 4, միացիր, միացիր։ Հարգելի հայրենակիցներ, մենք անցել ենք 18 գյուղերով, Էջմիածնի գրեթե բոլոր թաղամասերով ու բակերով, շփվել ենք քաղաքացիների հետ, ներկայացրել ենք մեր ծրագրերը, նրանցից էներգիա ենք ստացել, նրանցից նաև պատգամ ենք ստացել, որ քվեն ստանալու պարագայում կյանքի ենք կոչելու բոլոր այն ծրագրերը, ինչի համար որ ակնկալում ենք իրենց աջակցությունը։ Այնպես որ սիրելի հայրենակիցներ, մենք շնորհակալ ենք ձեզանից։ Հիմա մեկ ակնկալիք ու պահանջ ունենք, որ անպայման մասնակցեք ընտրությանը եւ ձեր քվեով ձևավորեք նոր իշխանություն։ Մայր Հայաստան, համար 4, ու քանի որ հարգելի հայրենակիցներ, մենք հիմա Մայրաթոռի մոտ ենք եւ մտնելու ենք նաեւ մոմավառության, մեր ավանդական ծրագրի շրջանակներում, երբ օրը ավարտվում էր, մենք համապատասխան վանկարկում ունենք։ Այստեղ այս պահին արդեն կավարտենք մեր այսօրվա քարոզարշավային ծրագիրը եւ նախ միասին եւս մեկ անգամ կընտրենք եւ միասին կերքենք Վաղարշապատին նվիրված երգը եւ այդ դրանից հետո արդեն կգնանք մոմավառության։ Ինչպես ասում են ռեժիսոր մուզիկու։ Մայր Հայաստան, Համար 4, համար 4, Մայր Հայաստան, միասին։ Շնորհ ոստանն ես դու մեր դպրության, դարձու կոչնավ նոր պայքարի ողջայության։ Baba
շաբաթ սուրբին մեջ միացին իմ այլ Ժողովրդյան Խարոզ Արշավի ավարտին 1, 2, 3 ապրեք, նացիկ մոմավարություն Մայր Հայաստան կուսակցություն Քվեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք Սերին վավար շաբաթ սուրբին մեջ միացին Դնում էր դպրության, տապսի կոչնար, նոր պայքարի ողջ հայության